Հովանես 15:8-ը Հիսուսի ամենակարևոր առակներից մեկն է, որտեղ ինքն իրեն համեմատում է որդատունգի հետ, իսկ հավատացյալին ճյուղերի հետ։ Բայց մենք գիտենք, չէ՞ որ ոչ բոլոր ճյուղերի վրա կարա բերք եղնի։ Այսօր շատ բան կտեսնենք։ Հիմնական պատկերը Հիսուսը պատկերում է հոգևոր կյանքը որդի այգու օրինակով։ Որդատունգը Հիսուսն է։ Գիտեք չէ՞ որդատունգը որն է։ Այն հիմնական մայր հալմադը որ հողից սկսվի։ Որդատունգը Հիսուսն է, որը կենսական աղբյուրն է։ Ամեն հավատացյալի կենսական աղբյուրը, որից սնուցվում են ճյուղերը, որտեղից հավատացյալները ստանում են թե իրենց սնունդը, թե իրենց ուժը։ Այսինքն առանց այդ կենսական աղբյուրի ուղղակիորեն չի կարող լինել սնունդ եւ ուժ։ Սա անհնար է։ Այգեգործը, որ խնամում է այգին, մշակում է, էտում է, որդատունգը Հայր Աստվածը, Հայրն է։ Հիմնական ուղերձները անբաժանելի կապ է։ Ինչպես ճյուղը չի կարող սեփական գոյությունը ունենա առանց որդատունգի, այնպես էլ հավատացյալը չի կարող հոգևոր կյանք, հոգևոր սնուցում ունենալ առանց Քրիստոսի։ Առանց Քրիստոսի հոգևոր տեսանկյունից ոչ միայն չենք կարող ունենալ, այլ նաև չենք կարող անել։ Պտուղ բերելը անել է, արտացոլել է, ցույց տալ է, եւ առանց Քրիստոսի բացի այն որ չենք կարող ունենալ, նաև չենք կարող անել։ Այսինքն սա ցույց է տալիս եւ շեշտում է մեր ամբողջական կատարյալ կախվածությունը Հիսուս Քրիստոսից։ Ինչ լավ է, չէ՞, մենք ինչ ուզենք այդպես հավատանք, ինչ ուզենք այդպես եկեղեցում կնստենք, ինչ ուզենք այդպես դա մեր հավատալիքներն ու առօրյան կազմակերպենք։ Դու ճուղ ես, քո ամեն ինչը պետք է սնուցվի Քրիստոսից, քո ամեն ինչը պետք է եղնի Քրիստոսի մեջ։ Մի փորձ է աշխարհիկ սկզբունքներդ բերես, որտեղ այդվելու ժամանակ դրանք այդվելու են, թափվելու են, դրանք շեխ են, Աստծուն պետք չեն։ Տերը քեզի միացրել է որդատունգին, որպես ճյուղ դու պտուղ տաս։ Եթե պտուղ չես տաս, ցույց կտալ, ընդհանրապես որդատունգի հետ կապ չունիս։